Ողջույն, բարի ուշ երեկո, ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, շնորհակալություն եմ ժամին եթերին միանալու համար եւ շնորհակալություն այն տարածելու համար, իսկ եթերը մեր հանրային երկխոսության կարևորությունը գիտակցողների համար, ասեմ, որ բավականին կարևոր է, ուստի շնորհակալ կլինեմ, եթե տարածեք հարգանքներս։ Ուրեմն կփորձեմ շատ երկար չխոսել, տեղից ուշ ժամի մտա արդեն, աչքովս ընկավ մի նյութ, որը խիստ անհանգստացնում է ինձ, չնայած դա նորություն չի նման պահելաձևը, բնականաբար ես մի 6 տարի դա ենք քաշում, բայց այստեղ մեկ այլ բան նկատեցի, որը չեմ կարող ձեզ չցուցադրել, նախապես ներողություն խնդրելով ասեմ, որ այս տեսարանի մեջ, որը որ ցույց կտամ, հեռվից լսվում են նաև հայհոյանքներ եւ եթե ինչ-որ բան Այն չի, կարող եք չդիտել ես հատվածը, միտքը ընդամենը կնկարագրեմ դեր համար նույնպես։ Ուրեմն բանին, ոնց հասկացա Պարոն Հովակիմյանն է, նախագահը, ով դուրս է գալիս սահմանադրական դատարանից, այսօր գիտեք, սահմանադրական դատարանում քննվում էր կուսակցությունների ներկայացրած հայեցը, ընդդեմ բանի համար, որ անվավեր ճանաչեն ընտրությունները, իրենց իրավունքից են օգտվում, իհարկե, մինչև տեսարանը ցույց տալը մի հատ ընդհանրական նկարագրել։ Օգտվում են իրենց իրավունքից, դա նորմալ է, նորմալ չի այն պահվածքը, որը որ դրսևորում են այս քաղաքացիներից ոմանք, բոլորին չեմ կարող ընդհանրական գնահատական տալ, չնայած որ այդ ընդհանուր ներկայացուցիչները կարող են այդ մի քանիսին սաստել, ինչպես որ մենք օրինակ շատ դեպքերում մեր ժամանակ անում ենք։ Իհարկե այնտեղ սկզբում մի փոքր փորձեցին կասկածի տակ դնել սահմանադրական դատարանի ապագա որոշումը, վճիռը, դրան նույնպես կանդրադառնանք, բայց հիմա գանք այս տեսարանից, հա, տեսեք ինչպիսի հետաքրքիր մթնոլորտ է այստեղ։ Խնդրեմ։ Ուրեմն դուրս է գալիս մարդը, բնականաբար կարող են մնացածները ինչ-որ բացականչություններով հանդես գալ, Հենա, ոստիկանների ուղեկցությամբ դուրս է գալիս։ Եթե նկատում եք, Կարծրիկ Մինասյանը Ուրեմն, այստեղ կանգնած է Արծվիկ Մինասյանը զրուցում է, դե ինքը այդ աղաղակի մեջ չի լսվում են հայհոյանքները, որ հնչում են մարդու հասցեին։ Ես ինչի համար հենց սա ցանկացա ցույց տալ, երևի տեսակ, նախագահը դուրս է գալիս սահմանադրական դատարանից, հավաքվածները հայհոյում են մարդուն, սրբություններ են հայհոյում, սրբություններ կոնկրետ, ընտանիք են կերվում, տուն, տեղ, մի խոսքով ինչ ասես հայրերը կերվում են։ Սա կարող եք դուք ինքներդ նկարագրել թե ինչ է, ես հիմա շատ չմոռանամ, բայց իմ ուշադրությունը գրավեց, որ այս ամեն ինչը տեղի ունենում հատկապես Արծվիկ Մինասյանի ներկայությամբ, լուր ներկայությամբ, հիմա Արծվիկ Մինասյանը հուսամ ես եթերը կդիտի, կամ ինչ-որ մեկը նրան կբացատրի։ Արծվիկ Մինասյան, ես մի քանի անգամ իմ հաղորդումների ընթացքում անդրադարձել եմ քո, ձեր չէ, քո ելույթներին ազգային ժողովի թիվ 1 ամբիոնի մոտից, որտեղ որ ժամանակ առ ժամանակ դուք չէ, դու խոսում ես հանդուրժողականության կամ անհանդուրժողականության մթնոլորտից, հանրության շրջանակներում։ Դու հիմա ստեղ ներկա ես, ու գիտեք ինչ, կարող են, ասենք դժգոհող կամ բողոքի ցույց անող քաղաքացիները, ասենք որևիցե իրենց մերժման մի լոզունգ, 2 լոզունգ, 5 լոզունգ օգտագործել, հա, բայց չեն կարող հայհոյել,
հայհոյել, ընդ որում այս կանայք, որ այստեղ կանգնած են, արժանի են իրանք այդ հայհոյանքներին, թող գնան իրանք մտածեն, ես ինչ անեմ։ Իսկ Արծվիկ Մինասյանը իբր այդ ամեն ինչը չի լսում։ Եվ հեսա մանդատները խելոք ուլի պես վերցնելու է, գնաք ազգային ժողովում նստեք։ Այս տեսարանը ես պայելու եմ մշտապես ինձ մոտ, մշտապես 5 տարվա ընթացքում ձեզանից քանիսը դուրս գան խոսելու հանդուրժողականությունից, իսկ հավատացեք շատ անհանդուրժող ենք լինելու, քանիսը դուրս գաք խոսել անհանդուրժողականությունից, այս տեսարանը այդ օրը հրապարակելու եմ։ Ամեն անգամ մի տարի անցնի, 2, 3, 4, 31 թվի ընտրություններից առաջ լինի, իհարկե այդ ժամանակ դուք դժվար թե մասնակցեք, չեմ կարծում թե կմասնակցեք, բայց այս տեսարանը մինչև վերջ ցույց եմ տալու, քանի անգամ որ դուք խոսեք հանդուրժող, ձեզանից որևիցե մեկը, քանի դեռ գնահատական չեք տվել, քանի դեռ կոչով հանդես չեք եկել, սա 5 տարի շարունակ մտցնելու եմ ձեր աչքը։ Ու մենակ դաշնակների չէ, ու մենակ Արծվիկ Մինասյանի չէ։ Վստահաբար ուժեղ Հայաստանն էլ բաներ խոսալու չգիտեմ։ Բայց քանի դեռ դուք դատապարտող, գիտեք, ես հասարակ ձեզ բան ասեմ։ Ու սա բազմիցս կրկնել եմ։ Հասարակությունը բոլորը չի որ միշտ նստած լսում են, դուք ինչ ասեք դա անեն իրենք։ Մենք դա հասկանում ենք։ Ասենք օրինակ 21 թվականին այնքան էր շիկացել մթնոլորտը, հիշում եք թե ինչ շփումներ էին, կամ եթե կարելի է դրանք շփումներ համարել, փոխադարձ ինչպիսի վիրավորանքներ հանրության շրջանակներում անգամ։ Որը որ դուք եք այդ կեղտա վեդրոներով էլի լցրել։ Բայց ընտրություններից հետո ընտրված ուժը եւ Նիկոլ Փաշինյանը հրապարակային խոսքով, կոչով հանդես եկավ, խնդրեց դիմեց ժողովրդին, ասաց խնդրում եմ ձեզ եւ պահանջում եմ ձեզանից, որ թողնենք այս խոսույթը, այնտեղ էլ մեր քույրերն ու եղբայրներն են, ուրա եկել հասել, խի եկել հասել, սրանով պետք է այս ամեն ինչը վերջանա։ Ովքեր հետո լսեցին, ովքեր չլսեցին, դա հարցի մի կողմն է, բայց որևիցե մեկը չի կարող մատնացույց անել, որովհետեւ նա դա ասել է։ Ոչ միայն ասելա, իրենց կուսակցությունով, ամբողջ կուսակցությունով էլ բանդ դրեցին, բարեվարկության հիմքերը ամրացրեցին, ինչ որ պայմանավորվածություններ, որ մաքսիմում փորձելու են խոսել հարգալից։ Ինչին ի պատասխան, ես ձեզ բազմիցս անգամ, այստեղ նստած, այն ժամանակ այնտեղից է ետերներան, անգամ խնդրել եմ, ասել եմ խնդրում եմ, աղաչում եմ ձեզ, դուք արդեն ազգային ժողովում եք։ Աղաչում եմ ձեզ, եթե պետք է ծնկել կգամ, եթե իմ հասարակության համար դա ամոթ բան չի։ Մենակ խնդրում եմ, օգտվեք առիթից, մի անգամ դիմեք ձեր էլեկտորատին ամեն մեկը։ Մի անգամ դիմեք, առանց այլևայությունների, առանց ուրիշ բան խոսալու։ Ընդամենը ասեք ժողովուրդ, պետք չի էլի, մի արեք։ Հետո իրանք կանեն թե չեն անի, ջանդամ իրանց գյուր, հասկանում եք, դա էլ էական չի լինի։ Ես կհասկանամ գոնե ում եմ եղած, բայց քանի դեռ դուք դա չեք արել, ուրեմն դուք խրախուսում եք նման խոսույթը, եւ սա է ձեզ ապացույց, որ այնտեղ կանգնած դուք թույլ եք տալիս պետական պաշտոնյայի հասցեին աշխարհի հայհոյանքները տալով ուղեկցել։ Գիտեք, ձեզ կարող է թվա թե այնտեղ խაფել են, ձեզ մոտ կարող կարծիք լինի, որ տիպը վայես, բան, դա ձեր կարծիքն է։ Դա ձեր կարծիքն է, դրա համար գոյություն ունի օրենքով սահմանված կարգ ու կանոն, որ դուք կարող եք հանգիստ ձեր բողոքի ակցիաները անել, չգիտեմ, դատարաններ դիմել եւ այլն։ Կարող եք կրկնում եմ, որոշ ակցիայի շրջանակներում անգամ որոշակի կոպիտ լոզունգներ նույնպես օգտագործել, բայց հայհոյանք մարդուն տուն ընտանիք, սա պոռնիկի վաստակությունն է, բառացի ամենամեղմ բանն եմ ես ասում։ Ամենամեղմ։ Դուք վաղը գնալու եք մանդատ վերցնելու։ Հասկանում եք, դուք պատկերացնում եք, որ այնտեղ կարող են կանգնել տասնյակ հազարներով մարդիկ ու ձեր ամեն ելումուտի վրա աշխարհի քֆուրները տան ձեզ։ Դուք պատկերացնում եք դա։ Դուք այսօր դա եք սերմանում։ Մի հատ ունքը չշարժեցիր Արծվիկ Մինասյան։ Մի հատ մեկի ձեռքից չբռնեցիր։ Մի հատ այդ բանը չարեցիր դու։ Ու դա կարա տեղի ունենա։ Ու այս մի պտղունձով որ գնացել կանգնել եք սահմանադրական դատա, բա 500 հազար ձեն եք հավաքել։ 500 հոգու չեք արեցաք հավաքեք կանգնեն այնտեղ ձեների տեղ կանգնեն։ Թե այդ ագրեսիան կա բավական է մնացածը։ Կարան 500 հոգով չգիտես քանու փոխարեն մենակ հայոյեն։ Որովհետև իրանց իրավունքներից էլ տեղյակ չեն, դիմացինի իրավունքներից էլ տեղյակ չեն։ Որովհետև առհասարակ չգիտեն պետական պաշտոնյան ինչա, որ մնաց թե իմանա պետությունն ինչա։ Դուք ես ես ասում եմ Սա եթե տեղի ես չեմ կարող սա թույլ տամ բնականաբար, բայց սա կարա տեղի ունենա ձեր հետ։ Ես ձեզ ասեմ։
Սա դուք կարող եք հասցնել դրան, որ սա տեղի ունենա ձեր հետ։ Կնիկ երեխաներ ու մանուկ չնայեն։ Կանգնեն ազգային ժողովի մոտ 10,000 հոգով, դրանք ովքեր են գալու ձերոնցից։ Կանգնեն ու ամեն մեկի թերներ մտնելուց հետևի շարքերից 500 հոգին աշխարհի քֆուրները տան ձեզ։ Աշխարհի քֆուրները տուն օջախ մտեն պղծեն ինչքա չկա։ Կայֆա տալուց, գնալու եք ամբիոնի մոտ կանգնեք, ասեք, «Էս ինչ ատելության մտնոլորտ, հա»։ Իսկ այդ քաղաքացիները գիտեք ովքեր են լինելու։ Իրենց պետական ինստիտուտներն ու պետությունը հարգողները իրապես։ Ոչ թե ձեր նման խարխի քազեր, օտարի ճորտեր։ Սա ձեր իմացած բանն էր։ Սրբիչ բեր։ Փորձեք դուք, ես ձեզ ասում եմ, այս տեսարանը իմ մոտ արդեն պահած է։ Սա 5 տարիների համար է։ Նայեք, 21 թվականին մի երկու դեպք եղավ, ասեցի ես 5 տարի ձեզ մշտապես հիշեցնելու եմ։ 5 տարի մշտապես հիշեցել եմ, անգամ ու դա հիշեցել եմ նաև իմ լսարանի հույզերի հաշվին, նյարդերի հաշվին, այստեղ այս բանը եթերը դիտողների համբերության հաշվին, ովքեր որ 2-3 տարի անց գրում ասում են լավ գնել դե հասկացանք էլի, անընդհատ էդի կրկնում ես։ Մենք չէ, այդ ձեր համար չեմ կրկնում։ Այդ իրաց համար եմ կրկնում ու դա պետք է անընդհատ կրկնվի։ Եղել է այդպես դեպքեր, բազմից սա է։ Սա էլ 5 տարի շարունակ, երբ դուք խոսակ ատելությունից ու անհիմնոր ժողովրդականությունից, այն լրագրող կոշեցյալն է, որ չեպազրույցների ժամանակ շուշուտ նվնվում է, ասում է, «Օй, գիտեք ինչ սպառնալիքներ են իմ հասցե էին գալիս բավարար»։ Դրան էլ եմ ասում, օյ։ Օյ։ Այս ամեն ինչը դու չես լուսաբանել, չէ՞, գնահատող լրագրող ես։ Չէ, համար, ինչի՞ դա պետք։ Բավոնց։ Որը խոսակ դրանից, սա դնելու եմ։ Որովհետև դուք կարող եք ատել մարդուն։ Դուք կարող եք չգիտեմ, նրա հետևից 1000 բան ասել, բայց մարդը անցնում է։ Դուք էլ ակցիա եք անում։ Ո՞րն է ձեր ակցիան։ Դա է ձեր ակցիան։ Դա է ձեր իմացած իրավունքը։ Դա դուք կուզեիք այդ դատարանը պանյատներով գործեր։ Հա։ Բայց դատարանը իրավունք է ներկայացնում։ Օրենք իրավունք է ներկայացնում։ Բախի եք այդտեղ հավաքվել։ Չնայած ցանկացած պանյատով սա սրիկայություն, հա։ Բայց այնուամենայնիվ ցիրկից էին բաց թողել եկել էիք այդտեղ։ Այսօր ցիրկում էլ հավաքվել էիք, չէ՞, մի 1500 հոգով։ 350,000 ձեն հավաքած ուժը 1500 հոգով ցիրկում էր հավաքվել։ Տեր կան գնենք, չգիտեմ ինչերի։ Հազիվ էլ այդքան։ Հենա դուք ինքներդ եք խոստովանում էլի ձեր քաշը։ Ձեր քաշը դուք ինքներդ խոստովանում եք։ Պատկերացնում եք նայեք։ 500,000-ի չափ ձեն են հավաքել այս երկու խմբակցությունները իրար են։ 500 հոգի հազիվ, հա, 20 օր անցել ընտրություններից, 20 օր ասում են, կեղծել է իշխանությունը, սա գողացել է, ձայնա գող, մանտատա գող, ինչ ասում են, բան, արի, ու տես մի հատ ասում պատկերացնում եք ժողովուրդ, ես լուրջ եմ ասում, եթե մի հատ լիներ մեջները մի քաղաքական ուժ, ով ժողովրդի իսկապես կողմից ներկայացուցիչը, ու հավաքել է, ասենք թե 50,000 ձեն, ու ինքը գտնում է, որ անարդարացի են վարվել ու խախտում է եղել, ու ուզենա դուրս գա, առնվազն 5,000 հոգին դուրս կգան։ Պատկերացրեցիք ինչ եմ ասում։ Այո, բայց 500,000 ձեն հավաքել եք, արա, վրոձի, ձեր ասելով։ Բա որ մենք համատարած կաշառք բաժանոցի եղել ինչ նկատում ենք։ Հազիվ 500 հոգով եք եկել։ Այո, լավ 5,000 հոգով թեկուզ գայք։ Այդ էլ լինի։ Համ ասեք, որ սա բան են արել, կեղծել են, բան տարել են, գողացել են, բան, համ այդքան մարդ գա։ Հա, վախեցել եք փողը բաժանեք արդեն։ Իմիջիայլոց են ֆեյքերը ինչ են, հա, են ծտերը, կորել են ոնց որ։ Այս սիրուն ծտերը եկե բերեմ մի 1000-1500 հոգի։ Այնց սիրուն մոդելների նկարներով ֆեյք էջեր էին։ Մի բան գրում էինք, մտնում էին, սենց շարվում էին։ Ամեն մեկի գրածի տակ կարելի իմանալ քանի ֆեյք կա։ Լայքերից, հավասար լայքերով։ Ինչ եղան, տարակելի թողեցիք են ես ին բեջուրեկին արա։ Թողեք թող մնային էլի մեկ ապուշ
ձևով էին հմայվում ձեզանով, մենք էլ դայում կայֆավատ էինք լինում։ Բա ուր է։ Հա էլ փող ծախսելու պետք չի։ Հավելյալ ծախսեր չեն անում։ Ռուսաստանի փողերը պրծնում ոնց որ թե։ Էլ չի ուզում ավել բան ծախսի։ Համաձայն է արդեն։ Հասկանալի է։ Վաչե ջան, ասում ոստիկանները խիչը ձերբակալեց են։ Ցավը տանեմ, ում, այդ սաղին։ Ինչի համար։ Պիտի տանեն, էդի ոչ կանեմ կաստու ոչ բան։ Էդի պետք է տանեն, մի հատ էլ հիմնավորեն թե որ մեկն է քրֆե որ մեկը, չէ։ Հետո շատ բան է, վարչական վարույթ։ Մի հատ էլ այդտեղ ներվային անայինք, մարդաս բացատրեինք, որ էդի տենց է։ Էդի պետք է հանեին գնահատական ստանա։ Ամեն ինչը չի որ ձերբակալելով է։ Ու ասեմ ամեն ինչ չի որ իշխանության անելով։ Իշխանությունը ժողովուրդն է։ Իշխանությունը ժողովուրդն է, ցանկացած պարագայում։ Ու ժողովրդի ժողովուրդը իր դիրքորոշումը պիտի հայտնի։ Այս սրանք ամեն ինչ անում են, որ ժողովուրդը մարդիկ չցանկանան փոխկապակցված լինեն, սոցիումն են քանդում իրանք։ Հայկական սոցիումը քանդում են իրանք։ Հասկանում եք։ Որպեսզի քաղաքացիները նախաձեռնող չլինեն։ Հիասթափվեն, հոգնեն կամ շատ ոգևորվեն աչքաթող անեն։ Ես ես բանում ասում, սրանցից շատ, սրանցից վերնախավորկայց հանրապետականը դաշնակախառը, սրանցից շատ հայ ժողովրդին ատող չկա։ Ոչ թուրքը, որ ոչ ազերին այդքան չի ատում հայ ժողովրդին, ինչքան սրանք։ Սրանք մուռ են անում։ Հիմա առավել ևս ուզում խոսքս դիմեմ նրանց, ովքեր որ ժամանակին որակել են իրաց որպես հեղափոխական, հետո վիճելի, հիասթափվել են, մի մարդ նյարդերը տեղի ատվել, կամ իմացությունը չի ձգել։ Մի խոսքով, ու հիմա սկսել են իրանց հետ բան անել, դուրս գալ ու չգիտեմ ինչ։ Ուրեմն ձեզ այն որ հելում ասում են, մենք հեղափոխություն ենք արել, բայց դուք եկաք ու սկսում են խառը բաներ խոսալ։ Ձեզ եմ ասում, դուք չեք պատկերացնում, թե ձեզ ոնց են օգտագործում իրանք։ Ոնց են վրեժ լուծում ձեզանից, դուք դա չեք պատկերացնում։ Ու իհարկե կարող եք իմ ասածը չընդունել, կարող չլսեք էլ ձեր գործն է, ձեր ամենացավոտը ձեր համար է լինելու, երբ որ դուք ես սա հասկանաք, բայց եկեք հենց այս գլխից ձեզ բան ասեմ։ Իրանց հանդեպ տեղի ունեցել հեղափոխություն, ու հեղափոխությունը անողը չի եղել արտաքին ուժ, որ իրանք ընկրկեն, եղել է այն ժողովուրդը, ում իրանք քացուտակ տված ոչխարի պես փորձել են պահել, ստրուկի ճորտի պես, հասկանում եք։ Ու այդ իրանց պատկերացրած ճորտը, ստրուկը ենթական մի օր հելել ու իրանց դեմ հեղափոխություն արել։ Նրանք անենց աբիժնիկ են, դուք չեք պատկերացնում։ Եվ այն նրանք, ովքեր որ ստեղից դուրս են գալիս, անցնում են իրանց կողմը, այնպես ձեր միջոցով իրանք հանում են ժողովրդից իրանց վրեժը ու նաև ձեզնից։ Դուք որ մի բան գրում եք, իրանք լայքում են, օպրես, բաման, ես ճամփում եմ դմորես, կայֆավատ են լինում ձեր վրա։ Այս sense դες ոնց ուզենք ֆռռցնենք։ Այս է սրանցը։ Հասկանում եք։ Դուք չեք պատկերացնում։ Դուք գիտեք իրանց իշխանությունն է պետք։ Իրանց 21 թվին էլ իշխանություն պետք չէր։ Իրանց պետք չէր։ Այդքան անասունություն, այդքան սխալներ, որ իրանք արեցին, ասենք ես չեմ համարում իրանք այդ աստիճան դեբիլներ։ Եվ որ երեխեն գալիս է, տուն ասում մամ, ես դոդ եմ, ասում չէ, բալես, դոդը գագոնա, դու դեբիլ ես։ Հասկանում ես։ Դոդ կարան լինեն, դեբիլ չեն կարա լինեն, հասկանում եք։ Իրանք չեն ուզում իշխանություն լինեն։ Իրանք գիտեն այսօրվա աշխարհակարգի շրջանակներում դրա տակից դուրս չի գա։ Անկամ այսօրվա պես հիշում եմ, ես նույն Արծվիկ Մինասյանի ռեակցիա, երբ որ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովում վերկացավ ասեց, ուզում եք հենց հիմա մանդատներս ծաղս դնենք, գալիս եք իշխանության։ Վիզա առնում եք, 23 թվին Արցախի շրջափակման մեջ էր կարծեմ, հենց այդ ժամանակներն էր ոնց որ։ Մինչև այդ սարել էին էլի վիճակը, գլխով ցնց արեց։ Իրաց խնդիրը մեր ժողովրդից վրեժ լուծելն է։ Իրենք ստեղ անձնական հարցեր են լուծում։ Մտել նայեք էլի ովքեր են հայրենիքից խոսողները։ Նայեք էլի։ Նայեք։ Իրաց պաստուկ, ասեմ գիտեք ինչ։ Մարդուն իր քայլերով է, էլի գնահատական տալիս։ Իր գործողություններով, քայլերով, ոչ թե մենակ խոսալով, չէ՞։ Դեռ իրաց քայլերը նայեք էլի։ Նայեք իրաց քայլերը, այդ իրանք ինչ պետականամետն են, հայրենասերն են։ Չէ։ Իրանք այդ էլեկտորատից վրեժ լուծողներն են։ Նրանք ովքեր մշտապես իրանց հետ են եղել, դրանցից վրեժ են լուծում, որ իրանց մենակ թողեցին հեղափոխության ժամանակ։ Նրանք ովքեր դեռևս իրանց հետ չեն, նրանցից վրեժ են լուծում ատելության խոսքով,
Խառը քրվում են, խառը քրվելով հանրությանը վիրավոր, իրանք չեն հասկանում, որ հանրությանը երբ որ վիրավորում են, իրանք չեն կարող հետո ձայն մուրան, չեն հասկանում են, վրաշ խնդիր են լինում, սիրտներն են դատարկում, այդքան ատում են ժողովրդին։ Ու այսօր ցույց են տալիս դա, Արծվիկ Մինասյանը կանգնած, մի հատ էլ դիտենք դա, խնդրեմ, Արծվիկ Մինասյանը կանգնած, իր կողքին բրջով մարդիկ հայհոյում են, տուն ընտանիք են հայհոյում, սրբություն են հայհոյում պետական պաշտոնյային, ինքը հեչ ոչ մի գրացիա։ Հեչ ոչ մի հենա ոստիքանի ուղեկցությամբ դուրս է եկել գնում է պետական պաշտոնյան։ Աշխարհի հայհոյանքը ոչ թե լոզունգներ են, որ ասենք հեռացի բան դու չգիտեմ, կոնկրետ քրֆուր։ Ու ես կրկնում եմ, այս սրա համար արժի 2-3 հազար հոգով հենց որ աշխատանքները սկսեն գնալ կանգնել ազգային ժողովի մուտքերի մոտ ու սրանց դուրս գալու հետևի շակեց, որովհետև սա թափով կազմած վազողներն են։ Թափով, մի վարկյա, որ քեզանից քեզի չենք տպում դու կազմած չվազած, հետո պետք է բոյեցարով բազմա կազմած։ Ես լուրջ եմ ասում, ես իմ հետ պատահած բաներն եմ ասում, ես օտից չեմ ստեղծան լուրջ։ Այն հետևից մի հավաքին սրանց աշխարհի կխուրը դա։ Դրանք ինչ են ասելու, էլի։ Ինչ են անելու։ Մատ կանքլես լավ, քանի սավանադրական դատան մենք այսօր հաղորդման ժամանակ ընթերցել եմ այս նյութը, սեղել եմ ուզում ընթերցել։ Լուսինե Հակոբյանի գրառումն է, ամենայն հարգանքով Տիկին Հակոբյանին, շատ լավ նյութ է, շատ լավ, ավելացնելու բան չունեմ, որ ուրեմն տեսեք, Վարդևանյանն ու այն Օրբելյանը չէ դրա ազգանունը։ Հա։ Սրանք ամենասկզբում ինչ են ասում։ Օրեր առաջվանից նախ դիմում են, ասում են Սահմանադրական դատարանի երկու դատավորները կուսակցական են եղել, մասնակցել են ընտրություններին, մի խոսքով, իրանք չեն կարող բան լինեն։ Այս գործի շրջանակներում դատավոր որպես հանդես գան։ Խոսքը Վլադիմիր Վարդանյանի ու Արտակ Զեյնալյանի մասին է։ Հետո որոշում են, որ բանը Սեդա Սաֆարյանն էլ, քանի որ մարտի 1-ի գործով ինքը այն ժամանակ ման, ուրեմն ինքն չի կարող։ Իհարկե որոշում կայացրեց որ Սեդա Սաֆարյանը կարա, որովհետև դա արդեն աննորմալություն է, բայց Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը չմասնակցեցին։ Համ այդտեղից բրթին ասին, չէ, իրանք չեն կարող լինել։ Ասում լավ։ Okay։ Ո՞վ սա բռնապետություն չի, ո բռնաճնշման դες չենք ենթարկելու։ Այս երկուսը գնացին են կողմ։ Հիմա մեկ էլ հետո կանգնեն, այսօր արդեն լսած դու խելքին նայ, էլի։ Կանգնեն, ասում բա հիմա որ դուք 7 հոգով եք Ձեր կայացած որոշումը որքանով է լինելու բան, տենց հիմնավոր էլի, քաշը էլի բան, արա, մեծ կողմնորոշվեք նախ, սա մեկ, երկրորդ, երկար սկզբունքային եք, պարոն Վարդևանյան և Օրբելյան, ուրեմն լսեք, Լուսինե Հակոբյանը գրում է, 3 Պետրոս Ղազարյանի հյուրնեի հմեկում, Իթիվս այլ հարցերի անդրադարձանք նաև Սահմանադրական դատարանում 26 թվականի ընտրությունների արդյունքներով վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանի որոշ դատավորների գործին մասնակցելու անհնարինության հարցին։ Հարց հնչեց Սեդա Սաֆարյանի մասով։ Ուզում եմ մեկ անգամ եւս անդրադառնալ սրան։ Ընդդիմության որոշ ուժեր, Ազատություն ռադիոկայանի եւ որոշ անվանի սահմանադրակ գետների ճակերտավոր պատրաստական աջակցությամբ դարձել ընկել են Սեդա Սաֆարյանի հետևից։ Ասում են, քանի որ Սեդա Սաֆարյանը կոչային դեմ գործով ուժեղ կողմի փաստաբանն է եղել, ուրեմն նրա մասնակցությունն անհնարին է։ Հարգելներս, դուք այդ գործով մյուս դատավորների կենսագրությունը կարդացել եք, դե դնենք մի կողմ դեռ, թե Սեդա Սաֆարյանը որքանով կարող էր ընդդիմել։ Բայց հենց եկեք նայենք էլի սրանց։ Ուրեմն, գիտեք գոնե, որ օրինակ դատավոր Հովակիմյանը Ռոբերտ Քոչյանի նախագահության օրոք նրա աշխատակազմի իրավաբանական վարչությունում որպես խորհրդատու է աշխատել։ Կամ որ Երվանդ Խունդկարյանը Ռոբերտ Քոչյանի հրամանով է վերաքննիչ դատարանի դատավոր նշանակվել ժամանակին։ Կամ որ Արթուր Վաղարշյանը Գագիկ Ղազինյանի իրավաբանական ֆակուլտետում է աշխատել։ Նույն Գագիկ Ղազինյանի, որի որդին ուժեղ Հայաստանից է, պատգամավորության տեխնացու։ Եթե Սեդայի հարցը բարձրացնում եք, մյուսների հարցն էլ առաջ քաշվեք։ Սեդայի ամբողջ կազմը այդ գործով չդող չզբաղվի, գործը փակեն, մենք էլ վերադառնանք մեր ամենօրյա գործերին։ Հիմա ստեղ ավելացնելու բան կա, ես ավելացնելու բան չունեմ։ Ու չունեմ մի պարզ պատճառով, որ գտնում եմ, ինչպես մշտապես եմ ասել, այնպես էլ հիմա եմ ասում, որ գտնում եմ, որ
Նախ փաստաբանների պալատը մեր հանդիսացել եւ հանդիսանում է Քոչա Սերժա Դաշնակցականների եւ Կտրիչ Ներսիսյանի անձնական օգտագործման օֆիսը եւ սույն փաստաբանները շատ վատ դասախոսներ են ունեցել, իրենք անտաղանդ իրավաբաններ են, որ անտաղանդ են ոչ թե որ տառաճանաչ չեն կամ չգիտեմ օրենքները չգիտեն, այլ որովհետեւ իրենց աշխատանքը չեն հարգում եւ մասնագիտական սկզբունքայնություն չեն ցուցաբերում։ Իրենք լինելով իրավական համակարգի ներկայացուցիչներ, իրավունքը դիտարկում են ըստ սեփական կամ փոքրիկ խմբակային շահի։ Իսկ դա անձի վատագույն որակական հատկանիշներից մեկն է։ Երբ փաստաբանին կամ իրավաբանին քաղաքացին չի վստահում նրա օբյեկտիվությունը։ Առհասարակ դեգրադացիայի են ենթարկում ամեն ինչ։ Ահա սա եք դուք։ Ահա սա եք դուք։ Որտեղ է ձեր սկզբունքայնությունը բա։ Ապացույց է սա, թե չէ։ Փաստ է սա, թե չէ։ Գիտեք ինչ։ Ամենայն հարգանքով բոլոր բանվոր մարդկանց են արդար քրտինքով իրենց հացը վաստակող անձանց, ես ինքս բանվոր մարդ ու տղա եմ, իմ սախկյանքով եղել ու կամ, ու ես հարգում եմ աշխատող մարդկանց, բայց սա ասում եմ, որպեսզի ճիշտ հասկանալի լինի, հա իմ ասելիքը, կան մասնագիտություններ, որոնք որ ոչ թե ապրելամիջոց են, այսինքն աշխատում ես, գումարված տակ ես, որ քո ընտանիքը պահես, այլ ապրելակերպ, որ դու ինքդ կաս այդպիսին, թե աշխատավորում, թե առհասարակ, դու սիրում ես դա։ Եվ այդ ապրելակերպ հանդիսացող մասնագիտություններից են օրինակ բժիշկը, ասենք մարդը գործից եկել է, բայց դու գիտես, որ ինքը բժիշկ է, կարող է դուռը թակես գիշերվակեցին, ասես մոտ կասեցին, ու ինքը ելնելով նրանից, որ ինքը բժիշկ, շատ հապճեպ առաջ է շարժվել, չի ասել, արա դա առավոտ արի, հասկանում եք։ Ինչպիսիք են օրինակ ուսուցիչը, իմ պատկերացմամբ, ցավոք սրտի մեր մոտ հիմա առայժմ լիքը դասատու կա, քան շատ ուսուցիչներ։ Լիքը բառը նույնպես դիտավորյալ եմ այս դեպքում օգտագործում։ Ինչպիսիք են օրինակ փաստաբանները, իրավաբանները, ովքեր որ դա ապրելակերպն է իրենց։ Եվ հարգանք պիտի ունենան սեփական դա իրենց աշխատանքը միայն աշխատանք չի։ Հասկանում եք, դա ձև է ապրելու։ Միջոց չի որ ապրեն։ Նաև միջոց է, բայց ավելի շատ դուք լինելով փաստաբաններ, լինելով իրավաբանական համակարգի ներկայացուցիչներ, դուք սկզբունքայնություն չեք դրսևորել ձեր կերպի հանդեպ, ձեր ապրելակերպի հանդեպ, հետևաբար, փաստաբանությունը ձեր համար գրդոնի գործ է, ապրելամիջոց է, հետևաբար դուք չեք հարգում ձեր աշխատանքը եւ հետևաբար նաեւ չեք հարգում ձեր աշխատանքով վաստակածը։ Հասկացա՞ք։ Այս է դուք։ Որովհետև դուք մասնագիտական ձեր սկզբունքայնությունը չցուցադրեցիք։ Կուլ գնացիք, փողը հիմա հասարակ բան։ Շատ մոդա է, ժողովուրդ ջան, Հայաստանի փաստաբանների 80%-ը այդպեսինն է, որովհետև կեղտոտ երկիր է եղել, կեղտոտ արժեհամակարգով երկիր է եղել, կեղտոտ արժեհամակարգով մասնագետներով։ Նայեք, այսօր եթե 80%-ը, եթե դուք գործ ունենաք գնաք դատարան փաստաբանի, փաստաբանը շատ հնարավոր է լավ գումարի դիմաց ծախվի մյուս կողմին ու ձեր գործը այնպես գյոզերով տանի փակուղի դուք էլ չհասկանաք ոնց եղավ ու ծախվում են այո ծախվում են շատ փաստաբաններ այդպես են ապրում դու գնում ես $1000 տալիս որ քո գործով զբաղվի ինքը սկսում է զբաղվել ցույց է տալի որ ինքը լավ է զբաղվում ու ինքը լավ է զբաղվում այդ բանը դիմացինը հասկանում է որ պարտովելու ասում է 10000 տամ մի քիչ բան արա Պրոբլեմ չկա։ Ինքը սկսում է գործը մանրից տանել փակում։ 80% այդպեսինն են։ Ոսո շատ դժվար է ազնիվ փաստաբաններ գտնելը։ Իրենց սկզբունքայնությունը հարգող, իրենց գործը հարգող փաստաբաններ գտնելը։ Փառք Աստծո, ես ունեմ առնվազն 3 ընկեր, ոնց որ ամեն կերպ եմ վստահում։ Անկախ նրանց հռետորական արվեստից, անկախ նրանց հանրային լինել չլինելուց Բայց ես նրանց վստահում եմ, որովհետև նրանք սկզբունքային են։ Երբեք միակողմանի կամ իրենց շահից ելնելով, այո, իրենց հաճախորդի շահերն են ներկայացնում բնականաբար, օրինակ։ Բայց երբեք դեգրադացիոն գործունեություն չեն ծավալի ու չեն ծախվի։ Իսկ դա եզակի բան է, ես այդքանով հարուստ եմ, փառք Աստծո։
Սա այսպես, եւ մի քանի բառով էլ ուզում եմ անդրադառնալ դրոշի պատմությանը։ Նախ գամ Ծառուկյանից, հետո կգնանք Ֆրանսիայի հրապարակ։ Արման Ծառուկյանը, ոնց հասկացա, չգիտեմ որտեղ, անգամ սկզբնաղբյուրը չեմ կարողացել գտնել, դա որտեղ էր, ինչ թեմա էր։ Մենակ տեսել եմ, որ այստեղ են ձիու վրա է, այնտեղ էլի մարդիկ կան, երկու հատ դրոշ են բերում, մեկը Արցախին է, մեկը Հայաստանին է, այստեղ ասում չայինի դու։ Հայաստանինն է վերցնում։ Արա։ Բախի Արցախի դրոշը վերցնելուց հրաժարվեցիր, ուժը գնա։ Արա ու լսում եմ, տարբեր մարդիկ տարբեր ձև, տարբեր ինտոնացիաներով դատապարտում են։ Նախ դա մարդու ընտրությունն է, սա մեկ։ Երկրորդ։ Հայաստանը ձեր թշնամին է։ Ասենք Արցախի դրոշը չի վերցրել, Թուրքիայի դրոշն է վերցրել։ Արա լավ, հələ թշնամին մի կողմ։ Արցախի դրոշը չի վերցրել, Ֆրանսիայի դրոշն է վերցրել։ Հայաստանը ձեր թշնամին է, Հայաստանի դրոշն է վերցրել։ Ու ինչ։ Մի հատ դրոշ պիտի վերցնել, Հայաստանին է վերցրել։ Կարող Արցախին է վերցնել։ Դժվար է դες նկատեի կամ մի բան։ Ուրա Հայաստանի դրոշն է վերցրել, արա։ Այդ ինչ եք սարքել։ Իմիջայլոց, նա ասեմ ձեզ, հակված չեմ պաշտպանելու իրան։ Իհարկե հարգում եմ իրեն իր շոհուների ու ձեռքբերումն է այդ մարդու, հասկանում եք, ես առհասարակ հաջողակ մարդկանց հակված եմ հարգել, անկախ ամեն ինչից էլ է։ Հետո կլինեն ինչ-որ բաներ, որ ինձ դուր չգա հրապարակային, կլինի ես կարող եմ իմ տեսակետը հայտնել կամ քննադատել։ Բայց երբ որ մարդը հաջողակ է ձեռքբերումներ ունի, բան, ես դատում եմ ինձնով, արա ասում եմ, Դերան ջան, դու ինչ ես կարացել ստեղծես քո կյանքում, այդ մարդը աշխատեց ստեղծել է։ Հասկանում ես, հարգում եմ այդ մարդկանց։ Չեմ կարա որոշ այնուամենայնիվ նախանձեմ։ Ոնց որ մարդը մալադեց ախպեր։ Ես չեմ կարա, չէի կարա։ Հասկանում եք։ Սա նորմալ է։ Բայց ես իրան հիմա պաշտպանելու համար ստեղ նստած չեմ, բացարձակ ցանկություն չունեմ, որովհետև նախ այս վերջին բանը, որ եղավ մրցույթը Հայաստանում, որ եղավ այնտեղ բավականին քաղաքականացված մթնոլորտ էր ու Տաշիր Սամոյի օգտին էր քաղաքականացված։ Եվ երկրորդ, եթե չեմ սխալվում, մի անգամ Ծառուկյանը Արմանին հարցրեցին դու ինչ ես ազգության մասով, ասաց ես ռուս եմ։ Թե Ռուսաստան, Ռոսիանին կամ բիարուսկի։ Ռուսկի սպորտսմեն, թե ռոսիյսկի սպորտսմեն։ Սա մի բան ասես, լավ չեմ հիշում։ Ես ինչ-որ տես բան չեմ վերաբերվում։ Իսկապես, սիմպաթիա չունեմ, չեմ ասի թե անսիմպաթիա ունեմ, բայց սիմպաթիա չունեմ, ախպեր։ Բերում եմ, նայում եմ, մեր հայնա կրում եմ, ուրախանում եմ, չի կրում, սիրտս չի ցավում, սենց։ Բայց այդ ինչ արիք է տղին։ Դուշմարի դրոշ է, որ ասում եմ դուք ատում եք Հայաստանը ու հայ ժողովրդին։ Բայց դուք չեք զգացել, իմիջայլոց քաղաքացիների մակարդակով, իրենց էլեկտորատի քաղաքացիների մակարդակով։ Վստահ եմ, որ չեն էլ ջոգել իրանք, որ մանրից ատում են Հայաստանը։ Ես լուրջ եմ ասում։ Ատում են Հայաստանի հետ կապված, այնքան են կենտրոնացած Արցախի վրա, որ իրանք հակադրում են արդեն ամեն ինչը, չնայած վաղուց էին հակադրում, առանց հասկանալու, իսկ հիմա արդեն զգացմունքային մասն էլ ավելացել։ Սա մեկ։ Երկրորդ։ Եկեք մի հատ էս տեսանյութը միասին դիտենք։ Քանի դրոշից ենք խոսում, էլի։ Ֆրանսիայի հրապարակում ինչ-որ դրոշը հանել է։ Եկեք դիտենք ՀՅԴ պաշտոնական էջից մի հատ տեսանյութ։ Արցախի դրոշից հարցնում են մարդիկ, որ դեռ չորեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում տեսել են Արցախից ածամբող եռագույնը։ Երեք երեկոյան են կատաղի մարտեր ընթացել դրոշի դեմ։ Իրավապահները հարձակվել են ՀՅԴ երիտասարդների վրա, երբ նրանք փորձել են Ֆրանսիայի հրապարակում տեղադրել օրեր առաջ Երևանի քաղաքապետարանի հրահանգով հեռացված դրոշը։ Երկու երիտասարդ ձեռքերին պարզապես Արցախյան հանրապետության դրոշ մոտենում են Ֆրանսիայի հրապարակին եւ չգիտես թե որտեղից բազմաթիվ երետավորներ պարզապես հարձակվում են երիտասարդների վրա, խլելով դրոշը, խլելով ինչ որ կատարածքում եւ բերման են ենթարկում։ Չորեքշաբթի երեկոյան Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու երրորդ փորձն էր վերջին մեկ շաբաթում։ Ամեն անգամ դրոշը տեղադրելուց հետո քաղաքապետարանի աշխատողները գալիս էին այն տանում։ Այդ գործողությունից հետո ՀՅԴ երիտասարդներն ավելի մեծ դրոշ էին ծածանում այդ խաչմերուկում։ Սա պարզապես պայքար չի որևէ տեղ Արցախի դրոշը դնելու համար։ Սա պարզ քայլ է ցույց տալու, թե օրվա իշխանությունները իրենց ատելության
մակարդակը ցույց տալու համար ու դրոշը որևէ տեղ չտեսնելու համար իջերի են պատրաստ։ Արցախի դրոշի դեմ պայքարը ՀՅԴ երիտասարդների պնդմամբ պայքար է հայկական հիշողության, պատմության եւ արժեքների դեմ եւ բացահայտում է գործող իշխանության ապազգային բնութագիրը։ 2022-ին դիմադրության շարժման օրերին որպես նոր պայքարի ազդանշան էին ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում տեղադրել Արցախի դրոշը։ Այդ տարի էլ Ֆրանսիայի հրապարակից դրոշը հեռացրել էր քաղաքային իշխանությունը, սակայն դաշնակցական երիտասարդներն այն նորից էին տեղադրել։ 2022-ի օրինացույցերից Արցախի դրոշը որտեղ հայտնվում էր ինչ-որ ագրեսիա էր, հարձակումներ էր։ Արտաշատում էր անհետացել Արցախի եռագույնը։ Երևանի մետրոյի կարգավարներ ամեն կերպ փորձել վագոնը մաքրել Արցախի դրոշից։ Ով է դիվոտում Արցախի դրոշից, հարցնում են մարդիկ, որ դեռ չորեքշաբթի Ֆրանսիայի հրապարակում տեսել են Արցախից ածամբող եռագույնը։ Դա կրկնում արդեն։ Ուրեմն մի բան ասեմ, այսօր դարձյալ այս թեմայով էլ հաղորդման շրջանակներում խոսել եմ։ Ոչինչ, ոչ, մարդիկ կլինեն բնականաբար, որ հաղորդումս են նայում, իմ եթերներն են նայում, թույլ տվեք բաներ կա կրկնվեմ, որովհետև պետք է հնարավորինս շատ տարածք։ Ուրեմն, այն ինչ որ կասեմ, որևիցե մեկը թող չփորձի հանկարծ վերափոխի այլ ձևով։ Ես սա ասում եմ որպես մարդ, ով է դրոշի տակ անցել է իր զինվորական պարտադիր ծառայությունը, եւ մարդ, ով է դրոշի ներքո պատերազմի է մասնակցել։ Այսինքն ես հարգում եմ Արցախի դրոշը։ Բայց ես ունեմ սառը դատելու հնարավորություն, տաղանդ, իշխանել, որ ինքս էմոցիոնալ մարդ եմ։ Ի տարբերություն շատերի, ովքեր որ չեն ցանկանում երբեմն սառը դատել։ Նայեք, սա Հայաստանի Հանրապետությունն է։ Չի կարող որևիցե դրոշ լինի այնտեղ, որտեղ որ կուզեն որոշները։ Կարող է լինել դրոշ, եթե որոշակի մշակութային միջոցառում է, եթե ինչ-որ ակցիա է, երթը, շքերթը, կամ եթե որևիցե համայնքի գտնվելու վայր բնորոշող վայր է, կարա լինի դրոշ։ Արցախի դրոշը արցախցին կարա իր տանկատուրին դնի, իր լուսամուտին դնի, իր տանը գլխի վերևը դնի, իր ծոցում դնի, որտեղ ուզում է դնի։ Բայց հանրային վայրերում սա Հայաստանի Հանրապետությունն է։ Եվ դրոշները տեղադրվում են որոշումներով կոնկրետ վայրերում։ Տեսեք, որպեսզի համայնքներ մտնել դուրս գալուց մուտքի մոտ լինի դրոշ, ազգային ժողովում օրինագիծ ներկայացվեց։ Հասկանում եք։ Օրինակ, մեր երկրում կան փոքրամասնություններ, ազգային փոքրամասնություններ, օրինակ եզդիները, հա, չունեն պետություն, բայց իրենք համայնք են։ Կարող են արդյոք եւ եզդիները Հայաստանի Հանրապետության լիարժեք քաղաքացիներ են։ Կարող են արդյոք եզդիները իրենց դրոշը դնել որտեղ ուզում են ու երբ ուզում են։ Ես կարծում եմ, որ ոչ։ Իհարկե կարող են եզդիները ասահմանափակ բան դեպքերում օգտագործել իրենց դրոշը, դա անգամ հաճելի է տեսնել։ Բայց կարող են բերել օրինակ Հանրապետության հրապարակում տնգնացնել։ Կարծում եմ, որ ոչ, դա մի քիչ անգամ անհարգալից վերաբերմունք էլ կլինի, էլի։ Ասորիները մենք կարգավիճակում։ Ախպեր, Արգենտինան, սա արդեն պետություն է, ով հնարավոր է Հայաստանում ունենա համայնք։ Կարա իր դրոշը իր պետության սիմվոլը բերի դնի իմ պետության հրապարակում։ Կարծում եմ, որ ոչ։ Եթե հատուկ ինչ-որ բան չկա իրադարձություն։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հայաստանի Հանրապետության դրոշն է։ Իհարկե դու չես կարող որտեղ ուզեք դնել։ Լավ, դրեցիք։ Որտեղ ասես դրեցիք, ասենք լավ, դե մի մարդ են, մի քիչ թող սրտները հովանա, երևի կֆայմեն հենց իրենք էլ կտանեն։ Գիտեք ինչ, դրոշը ու շատերը ինչ են խոսում։ Ասում, սա մենք նորից էր ասում ես աշխարհ, հիշողությունը բան է, այսքան։ Կանեք, եթե դրոշը չի լինում մոռանում եք։ Դա վատ է, դա շատ վատ է, սա մեկ, երկրորդ։ Դրոշը պետության սիմվոլն է։ Պետական պետությունը բնորոշող սիմվոլներից մեկն է։ Հայաստանի Հանրապետության դրոշն է սիմվոլը։ Մատից կասեք իմանանք Արցախի դրոշը։
Երևանի կենտրոնում Ֆրանսիայի հրապարակում։ Ինչ գործ ունի։ Չէ, կարա գործ ունենա, եթե ակցիա կա։ Եթե միջոցառում կա, կարա գործ ունենա, ես չեմ ասում, չէ, չպետք է գործ ունենա։ Բայց դա Իմիջիայլոց տես որ երանդում, այդ բանը, դաշնակ երիտասարդները երանդում ձևով մարտնչում են, ասեց, ինչ ասեց։ Բախի չէին մարտնչում, երբ որ մեկ այլ քաղաքական ուժ երագույններով պիտի մտներ Արցախ, ճամփի վրից լաչինից, Բերձորից վերցին, երագույններն էլ ձեռներից խլին, ջարդին, պիսին, կծին են յան, բայց ինչի չեք խառնվում ապեր։ Ատում եք մեր երագույնին, ատում եք Հայաստանի քաղաքացիներին, ատում եք հայ ժողովրդին, մենք սենց բաներ չենք բնութագրում, չէ, նրանց կարանք, ունենք բոլոր հիմքերը։ Իմիջիայլոց նստած առավոտի ցիրիգուն, բաներ եք լցնում դաշտ, թե տեսեք բանում Նախիջևանում բան արեցին, հելան, չգիտեմ, ասեցին արևել հողային պահանջ են, չէ՞ ներկայացրել, դրանից եք չէ՞ ներվել։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում Արցախի դրոշներ տնկած, իրանք էլ առնվազն 3 աշխատանքային օրերից 2-ում այդ դրոշի տակից թռած են ապել։ Ուզեն հավաքեն, հենակա հավաքեն, բայց դրա քաղաքական պատասխանատվությունը արտաքին աշխարհում կրում է իշխանություն է, դուք կուրսի եք, թե չէ, դուք տեղյակ եք, գոնե քանի անգամ են այդ դրոշների թեման, նույնիսկ խաղաղության օրակարգի շրջանակներում դրանից առաջ մցրել իշխանության աչքը, կամ մեր պետության կառավարիչների աչքը, բայց ինչ է, բայց որ տենցա, Հեսա կլինեն քյալ ապուշներ, որ էլի կորոշեն, որ բանը, ոնց որ ախպեր, որ ինչ այսում են պիտի անենք, սենց անասուն մարդիկ կան, էլի, դալբայոբ։ Հատուկ դրանց ասեմ, եթե ինչ-որ բան չհասկացաք, եթերից կարաք հետեք մի հատ էլ նայեք, բայց ասածս բառերը բառացի ընկալեք, ուրիշ բան տեղը չդնեք։ Եվ Ֆրանսիայի հրապարակում է, շատ հրապարակներում էլ կարա լինի Հայաստանի Հանրապետության ցանկալի լինի, դրոշը։ Գիշեք։ Մի ժամանակ, տարիներ առաջ էր, կարծեմ հենց Քոչարյանի վախտերն էր։ Այն ժամանակ այս պետհամարանիշները որ կան ավտոների։ Հիմա կա, չէ, որ եռագույնը վրան։ Այն ժամանակ այդպես չէր։ Կային մարդիկ, ովքեր ուզում են եռագույն դրոշ կպցնեն, այդ դրանց բռնում էին։ Եթե քո համարի վրա եռագույն լիներ, դու գանում են քեզ։ Դու գանել որ նա համարները վերցում կիսում է։ Ես բառացի բան եմ պատմում, բառացի բան։ Իմ ընկերոջ աղբերը, ով Վարչով ապրում էր ցիրկի դիմացը, դրոշը դրել էր բալկոնում, եռագույն դրոշը, դա որ թվերը կլիներ, 2007-9 թվերը։ Եռագույն դրոշը դրել էր բալկոնում, արա։ Եկան, մտքինո, հանել տվին, գիտեք ինչի, որովհետև հայերի մեջ հայկականությունը պետք էր սվաղել, նվազեցնել, քչացնել, որպեսզի հեշտ լիներ Հայաստանը կպցնել ու դարձնել գուբերնիա, պետք է այդ ազգայնականությունը ջարդվեր, այն դաշնակներն էլ դե պսևդո ազգայնականներն են, նրանք կողքից խեղաթյուրելով տանում են, էլի, հասկանում եք, Հայաստանում մեր մշակույթից սկսած ամեն ինչը չի եղել մեր մասին, եղել է սաղի մասին բացի մեզնից։ Այ այնքան էին նվաստացել, որ հանկարծ մեկը ասում էր, իսկ հայերը լավ ժողովուրդ են, հոզ մենք տեսակ ինչ ասեցին, արա, օպրես, դուք գիտեք հայերը հնագույն ժողովուրդ են, ոյ, մի փողոքշանք, միցես փշակաղվում էր ջարներներս, այդ վիճակին էինք ասել։ Այդ հիշեք է։ Կասկադի վերևը բաներն էին կարծանես, ծառերն էին, հելել էին դրոշով, կանգնել էին, եկան միլիցիայի տոպին դրոշը ձեռներից խլին, ասեն դավե փոխանցուց արա։ Մոռացել եք սենց բանը, ինչ իրականության մեջ եք ապրել։ Ես մի հատ էլ վիդեո ցույց տամ, չնայած
իսկապես չեմ ճանաչում ես, ախ չկան շատ հնարավոր է ինքը լինի են սուր ընդդիմադիրներից կարող է չլինի, ինձ եկեք բան չանենք, բայց կոնկրետ այս խոսույթը, այս մեկնաբանությունը ինձ շատ դուր է եկել ու փորձեմ գտնեմ մի վարքան ներողություն եմ ձեր խնդրում, հազար ներողություն, շատ կարևոր է, էլի, իսկապես կարևոր է։ Լավ է, չեմ առանձնացրել։ Ոնց է սա։ Թուրքական երաժշտություն։ Նայեք, եկեք լսենք միասին։ Թուրքական երաժշտություն ալինելու հիմա կներեք։ Այն երկն այն շուր հայտնի երկը հիմա։ Բոլորը հայ են։ Երևանում օրինակ։ Սա երկում ան։ Այդ որ գրած են Իզուրի ստրոգը երկի որակը նկատի ունի, ոչ թե այն որ թուրքեր են երկնադրել։ Որ իր մեյքափի հոլովակը օգտագործում է այս թուրքական երաժշտության ներքո։ Երբ առաջին հոլովակն ինձ ուղարկեցին, ես ասացի, որ երևի այս թեմային ընդհանուր կանրադառնամ, ոչ թե այդ կոնկրետ հոլովակի հիման վրա։ Բայց հետո ինձ ուղարկեցին երկրորդը, հետո երրորդը, հետո չորրորդը, հետո ես գտա 10-20 նմանատիպ հոլովակ այս նույն երկի տակ հայերի կողմից արած։ Լավ նկարողները, բայց միայն նկարողները չեն, ամեն հոլովակի տակ հայ օգտատերերից մեկնաբանություններ են։ Էլ սրտիկներ, էլ սիրունս, էլ ջանս, էլ կրակս, այս ինչ լավն է, այս ինչ լավ երգ է։ Իսկ որ ինչ բան ես ասում, պատասխանում են սա արվեստ է։ Արվեստը քաղաքականությունից բարձր է։ Արվեստ հասկանում եք, արվեստ Մոցարտը սա, Բեթհովենը, Բախը, Գլինկայը, այնքան արվեստ է, որ հնարավոր չի դիմակայել եւ մի հատ ասած ռիլ չնկարել չգցել Instagram այս արվեստի տակ։ Կամ էլ ասում են ես ատելությունից վեր եմ, իմ սրտում ատելություն չկա ի տարբերություն ձեզ։ Ամեն ազգն էլ իր լավը ունի, լավ երաժշտություն ունի այս երգը։ Ինչը թարգմանաբար նշանակում է ես թքած ունեմ ձեր պատերազմի վրա, ձեր գերիների վրա, ձեր Արցախի վրա, ձեր ցեղասպանության վրա, ընդհանրապես թքած ունեմ։ Ու որ հարցնես, կասեն որ իրանք քաղաքականությամբ չեն զբաղվում, բայց այնքան բան ունեն հայրենիքի համար արած, որ դուք իրանք մի ասեք իրանք ինչ երաժշտության տակ ուրախանան։ Իսկ այդ ընթացքում այդ քաղաքականությունը, որով իրանք չեն զբաղվում, եկել է հասել է տակավին խժռել է իրանք արժե համակարգը։ Ասել եմ ու էլի կասեմ, այս ամեն ինչը արժեքի ճգնաժամ է, արժեքային ճգնաժամ կամ մարդը այսքանից հետո, 2020-ից հետո, 2023-ից հետո կարողանում է լսել թուրքական երաժշտություն դիտել, թուրքական սերիալներ, ուրախանալ թուրքական այդ երգերի տակ, մեծ հոլովակ նկարել ու դնել առանց ինչ-որ հետին մտքի, առանց մտածելու որ կարող է պետք չի կամ չի կարողանում։ Այնպես որ չէ, սա պարզապես երգ չի, սա քայլերի հստակ հաջորդականություն է, հիմնված մարդու կարծիքի, մարդու հայացքների վրա։ Ու հա, բաց էի բաց, դատապարտում եմ յուրաքանչյուրին։ Թուրքական երաժշտություն։ Ուրեմն ասեմ, որ ընդհանուր առմամբ համաձայն եմ։ Եվ ինչքան որ հասկացա մեկնաբանություններից, այնտեղ քաղաքական մեկնաբանությունները շատ էին, հատկապես այսօրվա իշխանությունների հասցեին, եւ մոտս եզրակացություն առաջացավ, որ օրիորդներ կամ տիկինն էլ բանա երևին դա իր գործն է, բայց այն ինչ որ ասում է երաժշտության հանդեպ այդ հակումների մասին, ես լրիվ համաձայն եմ, եւ ես ինքս էլ դատապարտում եմ եւ ոչ միայն դատապարտում եմ։ Ես դա մշտապես եմ դատապարտել եւ այո, տասնամյակներով տուլիտ են արել, թե դա արվեստը վեր է։ Այն որ արվեստը քաղաքականությունից ու ամեն ինչից վեր է, առասարակ մշակույթը, կամ ոչ թե վեր է, երևի թե ամեն ինչի հիմքում է հենց։ Չգիտեմ, երկու ձևով էլ կարելի է ասենց ինչ-որ ձևակերպել գնահատելու համար, թե իրականում արվեստն ինչ կարևոր է։ Դա չի քննարկվում, բայց խոսքը արվեստի մասին է։ Ամեն ինչ արվեստ չի, էլի, ամեն չգիտեմ ինչ արվեստ չի։ Ինձ համար հատկապես մուղամը չի կարող լինի, որ մնաց թե թուրքերեն լեզվով։ Այս իմաստով համաձայն եմ։ Մի երկու շտկում ընդամենը, ոչ թե, ասենք, ես ուզում հասկանամ, ինչի է ասվում, թե 20 թվից հետո ոնց եք կարող լսեք։ Կներեք 94 թվից հետո կարելի էր լսել։ Ինչի է արհամարվում այդ ժամանակը։ 94-ից հետո կարելի էր լսել։ Չէ, բայց
Սա ներմուծվեց մեր հասարակության մեջ, գիտեք ոնց միջոցով։ Ասեմ, այդ ժամանակների էլիտաների, ովքեր շատ սիրում էին մուղամներ ու պատվիրում էին մուղամներ ու երգիչներն էլ մուղամ էին երգում, ով մտնում էր երգասպարեզ, մեկ մուղամ էր երգնում, հույս ունենալով, որ իրենք կհրավիրեն հարսանիքների ու լավ շաբաշներ կտեն, որովհետև այն ժամանակվա քաղաքական էլիտա կոչվածը դե ժողովրդից գողացած փողերով լավ հարուստ էր։ Հասկանում եք։ Իմիջայլոց ասում ավելին։ Լավ մուղամբազներ կային, ովքեր որ նախագահի կողմից արվեստի գործչի, վաստակավոր գործչի շքանշանի արժանացան։ Ես այդ մարդկանց լավ ճանաչելով, իրանց հետ նստած հասկերած լինելով, գործի աշխատանքի բերումով, միևնույնն է դա դատապարտել եմ հաշվի չառնելով, որ մեր հարաբերությունները կարող են փչանալ։ Հասկանում եք, դա այն, որ Վարդևանյանն ասում է, մասնագիտական սկզբունքայնություն, այդ դրա մասին է։ Բայց այդ ժամանակ ընդունված չէր ոնց որ խոսել, ու այդ ժամանակ ինձ գիտեք ոնց էին նայում, երբ որ դες բաներ խոսում էին։ Ոնց որ լավ ինչ հին ես դու։ Այսինքն երբ որ դու խոսում ես հայրենիքից պետությունից, դու համարվում ես հին։ Այդ հիմա է որ մոդա է։ Մինչև 18 թիվը դու համարվում ես հին։ Հաջի երաբլուրի անունտայր վրետ նայել խնդային վրետ։ Մի դեպք եղավ 2010-11 թվականներն էր, այն ժամանակ կինո Մոսկվայի ֆոյեում սրճարան կար։ Հետո այդ սրճարանը դարձավ ջազվե անգամ, բայց մինչև այդ ջազվե չէր դեռևս։ Այդտեղ նստած էի ընկերոջս հետ, շուշուտ էի այդտեղ լինում, այդ կինո Մոսկվայի ֆոյեում շատ հաճախ էի լինում։ Նստած ինչ-որ ծրագրի շրջանակներում բան էինք քննարկում, ու հայկական սերիալները նոր էին, դե մոտեցա երիտասարդ աղջիկների մի խումբ, երևի կամ ավարտական դպրոցականներ էին, կամ կուրսեցիներ, բայց հաստատ առաջի մաքսիմում երկրորդ, այդպես շատ երիտասարդ էին մի խոսքով։ Մի քանի օկով մոտեցան բարև ձեզ, կարելի է ձեր հետ նկարվել, բան դուք մեծ ասացի իհարկե։ Բա ասի բայց մի րոպե էլի երեխեք ջան, մի հատ հարց տամ էլի։ Ձեզ ասի նստեք, եթե կարելի է, նստեք մի երկու բառ զրուցենք կգնանք։ Նստեցին։ Դե շատ երիտասարդ են էլի, ուզում եմ որ մի երկու բան էլ լսեն նաև արվեստի մարդու կողմից, է։ Ասի երեխեք ջան, ասի ուզում եմ իմանամ, էլի ո՞րն է պատճառը, երբ որ ճանաչված մարդու հետ ուզում եք նկարված լինեք, Դե որովհետև ճանաչված ենք, սիրում ենք տտ։ Ասի գիտեք, ինչքան չճանաչված մարդիկ կան, ում կարելի է, եթե ոչ նկարվել, գոնե այցելել, բայց նրանք շատ անհամեմատ ավելին են, քան ես կամ ինձ նման մարդիկ կարան լինել։ Սենց նայում, քիչ-քիչ լրջանում են, որ կրկնում եմ 2010-11 թվերին։ Ասի գիտեք երաբլուրը որտեղ է, երեխեք ջան։ Իսկապես չգիտեին որտեղ է։ Նկարագրեցի տեղը ու բացատրեցի թե երաբլուրն ինչ է։ Ասացի, որ այնտեղ իմ ու իրանց այսօր իրար տենալու համար, ձեռք բերումների համար, իրար սիրելու համար մենք պարտական ենք։ Այնտեղ ցանկացած մի շիրիմի, ցանկացած իր կյանքը զոհացելուց։ Ու խնդրեցի, ասի խնդրում եմ ձեզ, այցելեք։ Գիտեք, շատ լրջացել էր մթնոլորտը, իրանք հուզվել էին, նախ մի քիչ սկսել էին նեղվել, որ իրանք չեն իմացել։ Հասկանում եք։ Բայց ես զգացի, որ ազդեց իմ ասածը, չգիտեմ, գնացին թե չէ, չգիտեմ, բայց ես այդ ժամանակ իսկապես ինչ-որ մի պահին, դե շատ է եղել, մարդիկ մոտեցել են, նկարվել են, բայց չգիտեմ հենց այդ պահին, չգիտեմ ինչի հենց այդ պահին ինձ մոտ դա առաջացավ, որ ոնց, չխմած սերիալ ես նկարվում, սենց ճանաչված ես դառնում, բայց ինչքան մարդիկ կյանքն են տվել, ու տեղը չիմանալ, հասկանում եք։ Ու դա արժե համակարգ էր, որովհետև ամոթ էր, հին էր այդ թեմաները բանջոգում եք, անցած բան էր, անգամ չենք հետաքրքրում Արցախի ինչ բանակցություններ կա, ուր ասել, ինչից են խոսում, մերն էլի գնում ենք դարձենք, ռոմեն գողում, դե երևի տենց է պետք ախպեր։ Այսօր վադրությամբ որ ասում են ես Քոչարյաններն ու Տաշիր Սամոները, պատերազմի խոսույթով ահա բեկեց, բաման, կներեք, ձեր ընտրությունների ժամանակ այդ խոսույթը չկար։ Արա 2003 թվին չկար այդ խոսույթը, այն որ ասես, որ բաներ վարանում խարավ, հանգարց ուրիշ են, ասես բաներ էին անում, եթում էին։ Ու այդ մարդուն չէր տենում, այդ կողքից հայտնվում կրկնջում եթում էր։
2008-ին չկար, թե 13-ին չկար, թե 18-ին չկար։ Ասեմ ավելին հեղափոխությունը հենց լինում էր դուք Արցախից սկսեցիք խոսել։ Ուզում եք մնայեք Արցախի, Սերժը լավ ասաց 2 տարի էլ ժամանակ տալու։ Դե պետք է ընդդիմությունի մարզել դեզիկ չէ, դրա համար պետք էր որ ինքն հասկանում եք։ Դրա համար ես չեմ հասկանում այդ մի քանի բանը։ Ընդհանուր առմամբ ձեռով ոտով կողմ եմ ես մոտեցմանը։ Ես երազել, գիտեք, ես հանուն անկեղծության ասեմ, վստահաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից կամ այդ կուսակցությանը սատարող շատ քաղաքացիներ դիտում են։ Ես մենակ շատ քիչ բաներ կա, որ ես դուրս չի եկել։ Դրանցից մեկը եղել է այն, հանուն անկեղծության եմ ասում, կարող է ուղղակի թեմայի շրջանակներում է։ Դրանցից մեկը եղել է այն, որ ասենք օրինակ, դե ասենք Նիկոլ Փաշինյանը բոլորս էլ լավ գիտենք, սիրել է այդ երկիրը, չգիտեմ, սիրում է թե արդեն այնքան են ասել, որ շարունակում է պահպանել իր բանի մեջ, ռեպերտուարի մեջ, սիրել է ուր որ գնաց հետդ կգամը, դրա տակ պարել են։ Լավ, այն ժամանակ ընդդիմադիր են եղել, չգիտեմ ոնց են տժացել ինչ է, բայց այսօր դուք լինելով իշխանություն, լինելով այսօր էլիտան։ Ձեր խնջույքներում որ դարձյալ վեր եք գնում բոլորով է դրա տակ դուք մարդիկ եմ տեսել, որ չեն սիրել այդ երկը։ Բայց քանի որ Փաշինյանը սիրում է, դες պարում են, իրանք էլ այդպես ոգևորված գոռալով երկելով պարում են։ Որ ժողովուրդ դեռնից գեշ է նայում։ Ես սա եղբայրաբար եմ ասում։ Մի արեք գեշ է նայում։ Եթե ես մի բան կա, որ չեմ սիրում, իսկապես չեմ սիրում ու չեմ ընդունում, դա է դա։ Չնայած հա, խնջույքների երկ, խնջույքներում նենց չի որ երկերը արվեստի գործեր են, դրանք ավելի ժողովրդի սրտով երկեր են, ռաբիզեն են, բայց գիտեք ոնց, դες մի հատ դες բան անելը այդ process-ը անդուր է։ Հասկանում եք, իսկապես անդուր է։ Դուք էլիտա եք այսօր քաղաքական։ Դա պիտի գիտակցեք։ Դա պիտի որոշ դեպքերում իհարկե ժողովրդավար երկիր, բայց պատասխանատվությունը կերպի առումով պիտի ձեր մեջ արդեն ամրանա։ Սա եղբայրաբար կուզեք ընդունեք, կուզեք ասեք դու վիսմիզասես մենք գիտենք ոնց։ Ոնց ուզում եք, բայց ես կուզեի այդպես լիներ։ Ես կուզեի որ ճաշակ թելադրող լինեիք։ Առավել եւս այն իրավիճակում, երբ որ իսկապես մեր ճաշակը պոլերին քարշ տված գնում է։ Պոլերին քարշ գալով գնում է։ Դա մշակութային ճաշակը կլինի, արվեստի հանդեպ ճաշակը կլինի։ Դա տեսեք մի կողմից ասում եք ընթերցասիրություն, կրթվել եւ այլն, դա հենց մշակույթ է։ Հենց մշակույթ է։ Մյուս կողմից օրինակ երբեք չենք տեսնում ինչ որ երիտասարդ ստեղծագործողների, չգիտեմ, ինչ մրցույթներ, փառատոներ, կամ նրանց մասին ինչ որ նրանք հյուր լինեն օրինակ, թեկուզ ցածր ռեյտինգ թող ունեն այդ հաղորդումը, ոչինչ, բայց դուք բերեք։ Ռազմավարությունը դուղությամբ ցավում եմ, որ դեռևս չկա։ Դեռևս չկա, այո, դեռևս մեզ մոտ խնդիր կա ռազմավարական նշանակություն տալ եւ այդ իմաստով ըմբռնել մշակութաբանությունը։ Այդտեղ բավականին լուրջ խնդիր կա։ Եվ իմիջայլոց այս հաղորդումը որ սկսեց, այս եթերը որ սկսեցի, այն վիդեոն որ ցույց տվեցի, այդ հայույա խառն, որ պետական պաշտոնային ճանապարհում են, դա նույնպես այս տեսակ մշակույթի կամ մշակույթի բացակայության արդյունք է։ Իհարկե շատերը կարող են իմ ասացի խորքը չըմբռնել, դա կարող են ըմբռնել հիմնականում այն մարդիկ, ովքեր մի քիչ հետաքրքրված են արվեստով, չնայած որ իրանք արվեստագետ կարող են չլինեն։ Այսպես, դե եթե օրինակ Արամ Ասատրյան ջայր ժամանակ սարսել լսել ենք, սիրել ենք մի քանի երկ, մի քանի երկիտակ սիրահարվել ենք, մի քանի երկիտակ տանգո ենք բարել, մի քանի երկիտակ բարել ենք, սիրել ենք, բայց ամենայն հայոց գուսան, որ տղեկ հայազգի գուսանի կոչում տալ, մարդ ում երկերի մեծամասնությունը թուրքական արաբական է։ Կներեք, եթե դա 90-ից 2000-ականներին մոդա է եղել, այսօր ինչը պիտի մոդա լինի, դրա տակ մեծացած սերունդը, այսօր ինչը պիտի ավելի հոգեհարազատ ընկալ։ Չէ, անկեղծ լինենք, սս թեմաներից ոնց որ ընդունված չի խոսել։ Ես չեմ ասում մի լսեք, կարամ ասեմ, մեր կան լսողներ, ես էլ ասում եմ երիտասարդ տարիքում դրա տակ ապրել եմ։ Բայց եթե ստեղ այն էլ գուսանի կոչում պետական բան, ասում գուսան
Ինչ օրինակ ես ծառայում։ Երբ որ պետականորեն այդ կոչումն է ստալու։ Չգիտեմ, հարցեր են, որոնք դուք գիտեք, ամեն տարի նոր տարուց առաջ ես մի հատ կեղտոտ գրառում եմ գրում քֆուրով, որ ամեն անգամ ասում եմ հանրայինով մեր բակը ցույց տվողի։ Գիտեք, քանի տարի է դա ես գրում եմ։ Ինչի համար եմ գրում։ Հենց չի որ այդ դերասաններին չեմ հարգում, ո՞նց կարող չհարգել դերասաններ, կամ չեմ ընդունում, որ ասենք այն ժամանակներում դա իսկապես խնդալու էր, վատ հումոր չէր, աշխատանք էր դա վերջի վերջո, բայց հանրայինի բան չի։ Ու չի կարա այս տվին դες բաղնիկը տարոշի նման ամեն տարի դες վռոձի խասյատ սարքել։ Մասնավոր TV-ներով ուզում եք ցույց տալ, ինչ որ ցույց տվեք։ Ով ուզում է այդ թողնել, բայց հանրայինը իր կոչմանը հավատարիմ պիտի ունենա։ Ես sense եմ մտածում։ Ուրեմն լսի այդ պիտուխ։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Նախ դու շատ ուճուր ես, որ ինձ ասես ես ում արև ինչ է երթվում։ Ուրեմն լսեք Ժորժ, ես մոտ 3 տարի երթվա, որ չեմ կեղծել ընտրությունները։ Դու երեխա ունես պիտուխ։ Բջի լակոտ, դու երեխա ունես։ Բջի թուլա։ Դու կարաս քո ցեղի սախսրբությունների արևով երթված, որ կեղծել են օրինակ։ Կարաս թույլ տաս քեզ արա։ Համբար լակոտեսում ես ինչ ասում արա։ Դու ով ես արա։ Դու ով ես։ Ես կարամ իմ կարծիքն ու մոտեցումը ասեմ։ Իմ տեսած ու իմ պատկերը, դու ով ես ինձ ասած 3 տարի դեր։ Այդ պարնիկի ցանոց դու ով ես արա։ Ո՞վ է ցարթել արա լույս աշխարհ вообще։ Քո ցարթողի արևով կարաս բան ասեմ երթվաս։ Ուրեմն լսի ինչ եմ ասում, մենակ ես չեմ ասում, շատ-շատերի, քոպես օլուխներին եմ ասում, համբալի բաստակ։ Ուզեք կարծիքս իմը, կգրես ասես քո կարծիքով չեն կեղծել, կեղծել են թե չէ, ես էլ կդնեմ իմ կարծիքը, իմ տեսածը, իմ օբյեկտիվության շրջանակներում կասեմ, բայց քո նման բջի թուլեն չի կար ինձ երթալ տա, ինչ-որ բանի դու ով ես արա։ Դու ինչ ճանաչում ես вообще։ Այդ դուք կարաք ամեն տուֆտա բանից ամեն նախադաշտամից 6000 անգամ հորս արևը հոլով է կարա։ Այ անարժեք ասել է, բերանս բացել է։ Սիրում բերում էին կարա, եթերը սիրում պագենք етենք, մշակույթից ենք խոսում, բառնիկի վաստակներին է, սրանց այդ մշակույթից ես խոսում արա։ Դեռ գելի գլխին ավետ անես կարտում, ասում շուտ արա, բանը սարը հելավ, ոչխարը սարը հելավ, ով ես դու արա։ Հենց այդ թուրքական խասյատն արա։ Այնքան դուք ձեզ տղամարդ չեք հարգում, որ ձեր խոսքի վրա են վստահ չեք, դրա համար նախադասությունը մեկ հորը սարև, բալեկի սարև, խապողի մերը, խապողերը սենց բաներ եք խոսում, ու դուք գիտեք էդի վարշեն նորմալ է, իմ երեք էլ ստե, ինձ ասում ես մտկա, ով ես դու արա։ Կյապաղլի յոլոպուկիներին նայելը, բջի թուլ եկա, ես ինչ էր եք խոսում արա։ Այդ որով ես դու ասում, պիտի չգիտեմ ուրիշ ձևի ընտրությունը լինի, այդ արժե համակարգով, այդ խելքով էդ արա։ Ներողություն ժողովուրդ ջան, որտեղից կյակրվեն արա։ Այս սա, ասենք ոնց եք պատկերացնում, ես այն մարդը լինելով, ով առնվազն մի քանի անգամ իր հաղորդումների ֆորմատով անգամ անդրադարձել է ջահելների մեջ այդ խոսույթին այդ ամեն երկրորդ բառը երթում կամ քֆուր ուտելու։ Հիմա չէ կարա նորմալ վերաբերվեի սրա, էս ի՞նչ արա։ Սրանց նմանները հելել են ուզում են Ներողություն ժողովուրդ ջան։ Լավ մնացեք։
Շնորհակալություն եթերը դիտելու համար, ովքեր կեսից են միացել, կխնդրեմ որպեսզի սկզբի հատվածը նույնպես դիտեք, որովհետև գիտեք, երբ որ եթերը միացնում ենք, սկզբում քիչ մարդ է լինում, բայց հիմնական թեման հենց աղբյուրը սկզբում է լինում, որ ըմբռնելի լինի ինչից ենք խոսել, հետո մնացածը խոսքով գնում ենք։ Դրա համար եթե ձեզ հետաքրքիր է, շատ ուրախ կլինեմ, եթե սկզբի հատվածը նույնպես դիտեք, մենք այստեղ դատապարտում ենք, դատապարտել որն է։ Ասում ենք այն, ինչ որ ասում ենք այն մարդկանց, ովքեր որ սահմանադրական դատանի դեմ հավաքված իրենց իրավունքը իրացնելուց մոռացել են, որ մարդիկ էլ իրավունք ունեն, ու կոնկրետ պետական պաշտոնյային, ով ոստիկանները ուղեկցությամբ է դուրս գալիս, էլ մեր ինչ ասես քրվում է։ Առանց հասկանալու դա ինչի կարա տանի։ Իսկ թե ինչերի կարա տանի, ես դա ասեցի ու կարա տանի, այնպես որ լավ կլինի դատապարտող հայտարարություններ լսենք, իսկ դատարանների հետ վարվելու, ինչպես անել, ոնց վարվելու մասին առաջարկում եմ վաղը զրուցենք ժողովուրդյան։ Ես կարծում եմ, որ այդտեղ իսկապես անելիք ունենք։ Ու շատ լավ կլինի, որ կապնենք անենք։ Լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։